Բարի երեկո։ Մի հատ գրառում արեցի այսօր ցերեկը ու գնացի իմ գործերով։ Եկել եմ, բացում եմ։ Եվ fake, եւ ոչ fake, եւ մեծահասակին, երևի իմ համբերության վրա այնքան վստահ են, որ եկել են սենց գրառումներ են արել, մեկնաբանություններ։ Ես իհարկե շատ համբերատար ձեր նկատմամբ կլինեմ, որովհետեւ իրոք թոշակառուի վիճակը, այդ ստացած գումարը ես չեմ կարող ասել, որ դա համահունչ է։ Մեր այսօրվա կյանքի գների հետ եթե համեմատես, համահունչ չի, ինչ խոսք։ Ես գտնում եմ, որ մեր թոշակառուները պետք է այնքան գումար ստանան, որ կարողանան տարին մի անգամ արտերկիր մեկնեն գոնե։ Ծով հանգստանան, պետություններ տեսնեն, աշխատել են մարդիկ, իրանք արժանի են, որ հիմա վայելեն իրենց կյանքը։ Այստեղ մի հատ հարց է ծագում, էլի, ասենք 8 տարի առաջ ինչ էիք անում դուք, ինչով էիք զբաղված, ոնց էիք ապրում, հա։ Այդ որ Փաշինյանի ասածը, որ թոշակառուն է 10,000 ինչ անելու, ինչի մնացածը չեք բերում, այսքան էս մանիպուլացիան թե ինչի համար է դա ասե, այդ մարդը, հա, այն 10,000-ը որ հետա վերադարձվելու քարտով եթե մուծինք այդ 10,000-ի հետա, որ 10 ձեռի ինչ անելու, նորից ծախսելու է, չէ։ Հիմա մենք տալիս ենք քարտի վրա, թող քարտով ծախսի, որ քարտի վրա ավելանա, այսինքն այս պահը բերում մանիպուլացնում են ու սենց մի գալի լոճվում են։ Մեծ կին կլինի, թե, չգիտեմ, 40 տարեկան մի հատ ворց կլինի, գալիս եք ձեզ, ավել պակաս բան եք թույլ տալիս։ Բայց մոռանում եք մի բան էլի, որ դուք ձեզ պահում եք, անմաղու հարց քրդիշան պես։ Ես լրիվ ուղիղ եմ ասում, ես թքած ունեմ ինչ կարծիք ունեք դուք իմ մասին։ Ես գիտեմ դուք հեղափոխությունից առաջ ինչ կյանք եք ունեցել։ Ու հիմա նայում եմ ինչ կյանք ունեք հիմա։ Այդ որ գալիս եք ինձ էշ եք գրում, էս եք գրում, են եք գրում, դուք ձեր ընդամենը տափակ ուղեղն եք դեմոնստրացիա անում, ոչ թե ինձ եք վիրավորում։ Ես ինչ կապ ունեմ այն բանի հետ, որ իմ գրածը դուք չեք հասկացել, հա։ Որ դուք իմ գրածը չեք հասկացել, ոչխարը ես եմ։ Մի հատ խորը մտածեք էլի, մի քիչ ճտացրեք ձեր ուղեղը։ Յուրաքանչյուր բողոքողի բռնեմ քրքրեմ, ձեր ոչ տղեն, ոչ աղջիկը, ոչ հարկամուծում, խանութում ՀԴՄ չի պահանջում, բենզին լցնելուց չեկը չի պահանջում, վստահ եմ, իր մեքենայից հաստատ շշից բռնած շպրտող է։ Բայց դուք ուզում եք, որ շատ լավ փողեր ստանաք, կապել եք այդ պարգևավճարներին, այդ ես որ գրել եմ այդ բյուջեի մասին, ամեն ինչ իր բյուջե ունի, ամեն համակարգ իր բյուջեն ունի, ու եթե այդ բյուջեում խնայել են ինչ-որ գումար, այդ բյուջեի փողը չի տեղափոխվում ոչ ՊՆ, ոչ ուրիշ տեղ, всё, դա հաստատված բյուջե է։ Այսքան բանը դուք չգիտեք իհարկե, ու այդ ընդդիմությունը ձեզ չի էլ բացատրի այդքանը։ Բայց դուք միշտ հարկ եք համարում բողոքեք, դուք միշտ հարկ եք համարում չգիտեմ, լոճվեք, անիծեք եւ եսի ինչեր անեք, հետո ասում եք այ մարդ, էսի կյանք չի, էսի երգիր չի, իհարկե, որովհետեւ ձեր ուղեղը կյանք ցույց չի տալիս։ Ձեր ուղեղը թույլ չի տալիս, որ դուք այդ կյանքը վայելեք, որովհետեւ դուք բողոքական եք, որովհետեւ բոլորը ձեզ պարտքեն, որովհետեւ մենակ այն որ դուք ծնվել եք, արդեն ձեզ պարտքենք, արդեն։ Ամեն անգամ գնացել եք հիվանդանոցները, որից հետո դուք սնանկ եք ճանաչվել։ Կրեդիտների տակ եք ընկել։ Ու մենակ վիժվածքը չէր գնահատի էս, որ առողջապահական այդ փաթեթները ստեղծեցին մեր թոշակառուների համար։ Հələ մի հատ հարց տվեք, քանի հոգի արդեն այդ վիրահատություններն անցել, որի մասին չեր էլ կարում երազեր։ Հիմա ես որ ասում եմ, կասեք էլի թևերը փռում է։ Սուտ եմ ասում։ Միչև այդ դուք տենց կարայիք գնայիք ձրի տենց օպերացիաներ անեիք, հա։ Կամ այդ թանկ դեղերը, որ բողոքվում էիք, ասում էիք թոշակի մեծամասնությունը գնում է դեղերին։ Հիմա ըստ ձեր հիվանդությունների ձեր դեղերը անվճար են ձեր համար։ Իրանք ոչ թե օդից են ընկնում, պետությունն է մոծում ձեր համար։ Ու եթե սա չգնահատեք, ես չգիտեմ, անաղու հաց քրդիշունը երևի ավելի լավ է։ Եթե սա չգնահատեն, ասեն, բան չի, ես չեմ ընտրելու, է վրեն ընտրես։ Ում ես վնասելու։ Ում ես վնասելու, որ չընտրես։ Հմ։ Բա մի քո մասին մտածողները հեսա գալու են։ Բա քեզ թվում է որ դու այնքան բան ես քեզանից ներկայացնում իրանց համար, որ հեսա գալու են քո մասին հոգ տանեն։ Այդ որ դնում են ասում են, էսի ձրի առնելու, էսի չեն քաշվելու, չեն քաշվելու։ Հա։ Հետո որ եկան։ Դու ես գնալու դեմը տնես, բա դու սենց էիր ասում, նենց էիր ասում, էս խոստացար, այն խոստացար, կարողանալու ես դեմը տնես, առը թե դեմը կդնեք։ Ողբալի վիճակա ձեր մոտ։ Ձեռների մեջ էլ ձվածեղանի, ասելու եք դուր տանք մեր շանը, որովհետև էությամբ չգնահատող եք դուք։ Էությամբ դուք միայն պահանջող եք։ Դուք ձեզանից բան չեք ներկայացնում, բայց պահանջում եք։ Իսկ ինչ հասնում է պարգևավճարներին։ Մի անգամ ասել եմ, նորից կրկնում եմ։ Ես պատրաստ եմ այդքան էլ նորից տամ։ Այդքան էլ նորից տամ։ Մենակ թե իմ դրոշը պահեն, իմ երկիրը չդարձնեն գուբերնիա, ինձ էլ ստրուկ։ Ես
դրա դվայնույնն եմ պատրաստում։ Դուք չեք պատկերացնի ես ինչի եմ պատրաստ, որ իմ դրոշը մնա իմ դրոշը, որպեսի հայը իր երկրում լինի տեր ու տիրակալ, ինքնիշխան։ Այդ մարդիկ աշխատել են, այդ մարդիկ առավոտից իրիգուն ահաբեկված են, այդ մարդիկ յուրաքանչյուր րոպե կարան իրանց ինչ որ միտեղ խփեն։ Դուք նստած ձեր, չգիտեմ, տներում այն դավթարը հանել եք, քննադատության դրել եք ու քննադատում եք այսքան գրամ անգամ գաղափար չունենալով նրանց կատարած աշխատանքը կամ նրանց մազից կախված կյանքի մասին մտածելու։ Դուք ընդհանրապես ոչինչից գաղափար չունեք։ Ու ձեր նմանների համար են հիմա աշխատում։ Ես միշտ ասում եմ, լավ, սրանք չեն հասկանում, որ իրանց լսող չկա, բանի տեղ դնող չկա, որովհետև այնքան տուֆտա բաներ են ասում, այնքան են էշեր դուրս տալիս։ Ու հիմա ես իմ մեկնաբանություններում մի 2 հոգու, մի 3 հոգու տեսա, որ չէ, կան նմանները, ում համար սրանք երգում են։ Հասկանալի է հիմա, որ կա այդ մասան, որ այսքան գիտելիք չունի, ոչ մի ոլորտի մասով։ Ամեն ինչ տեսնում է մակերեսային եւ իր քթից են կողմ բան չի տեսնում։ Ինքը պետությունը տեսնում է չերես իր գրպան, չերես իր ստամոքս։ Մեր պետության մեջ ամեն ինչ նորմալ չի, ամեն ինչ հարթ չի, բայց կներեք նորից եմ կրկնում, մենակ անաղոհած քրդի շունը կասի, որ բան չի փոխվել, իր կյանքում բան չի փոխվել, պետությունը իր համար բան չի արել, չկա տենց ոլորտ, որ պետությունը իր համար բան արած չնի։ 8 տարվա մեջ այդքան թոշակները բարձրացրել է, այդքան վերադարձվում է քարտին, հիմա էլ 10,000 նորից ավելացնում է, ու էլի ասում են, ասողներդ լսեք, ձեզ ինչ եմ ասում։ Շատ եմ ափսոսում, շատ, որ դուք ձերեն տարիները, որ պետքա վայելեիք, կառուցեիք, արարեիք, թշվառ կյանք եք անցել։ Բայց գիտեք ինչով են նրանք հաղթել ձեզ։ Նրանով, որ փոխել են ձեզ, դարձրել են նենգ, թարախ, նախանձ, բողոքող, անիծող, չգնահատող, իրանք հաղթել են ձեզ։ Ես միշտ եմ ասել, հələ դեռ չի ծնվել մեկը, որ անենց վատություն անի ինձ, որ ես փոխվեմ, որ իմ սիրտը փոխվի, չի ծնվել տենցը։ Այսինքն ոչ մեկը չի ծնվել, որ ինձ հաղթի, որ ինձ փոխի, բայց ձեզ հաղթել են, որովհետև տարական բաները չեք հասկանում, որովհետև տարական մարդկային վերաբերմունքը ձեր մեջ բացառված լրիվ աբորտ արած վիճակ է։ Ձեզ հաղթել են, բողոքողներ ձեր հետ եմ, չգնահատողներ ձեր հետ եմ, ձեզ արդեն վաղուց հաղթել են որպես մարդ։